Կապանը ճանաչվել է 2026 թվականի ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք։ Սրա շրջանակում համայնքապետարանը կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության հետ մշակել է տարվա միջոցառումների օրակարգ։ Մեդիագրագիտություն, արհեստական բանականություն, առաջնորդություն։ Միջոցառումները բազմաբնույթ են, տարբեր նախասիրություններ ունեցողների համար հետաքրքրական։ Մասնավորապես նախատեսվում է հուլիս ամսին 23-ից 25-ը ընկած ժամանակահատվածում բացման արարողությունը, այդ օրերի նաև տեղի կունենա ԱՊՀ երիտասարդական հարցերով խորհրդի նիստը Կապանում, ինչպես նաև երիտասարդական ֆորում, նախատեսվում է քառօրյա կրթական ճամբար ԱՊՀ երկրների երիտասարդների համար, որին կարող են մասնակցել նաև Հայաստանի մյուս մարզերի մեր երիտասարդները, նախատեսում ենք նաև մարզական միջոցառումներ, մասնավորապես մարմնամարզության, գեղարվեստական մարմնամարզության եւ սպորտային ակրոբատիկայի առաջնություն, որին կարող է մասնակցել ԱՊՀ անդամ երկրների մարզիկները, ինչպես նաեւ մշակութային միջոցառումներ, ինչպիսիք են օրինակ ԱՊՀ երկրների երիտասարդ նկարիչների համատեղ ցուցահանդեսը, տոնավաճառներ, համերգային ծրագրեր եւ մի շարք այլ մշակութային միջոցառումներ։ 2020 թվականին Կապանը ճանաչվել էր Հայաստանի երիտասարդական մայրաքաղաք, որի շրջանակում հանրապետությունում անցկացվեց 100 գաղափար ԱՊՀ-ի համար մրցույթի եզրափակիչ փուլը։ Քաղաքի ընտրության հարցում այս հանգամանքը եւս նշանակություն է ունեցել։ Տեխնոլոգիաները առաջադրվել են Հայաստանի Հանրապետության կողմից, մեր նախարարությունը այդ նախաձեռնությամբ հանդես եկել, հաշվի առնելով, որ մեր միջազգային գործընկերները տվյալ դեպքում ԱՊՀ շրջանակներում արդեն քաջածանոթ են Կապանին եւ ճիշտ ասած շատ տպավորված են Կապանում առկա երիտասարդական միջավայրով, նաեւ հենց քաղաքի պատմամշակութային արժեքով եւ այլն, մենք որոշեցինք Կապանը առաջադրել ԱՊՀ գործադիր կոմիտեի հաստատմանը։ Նախատեսված միջոցառումները կակտիվացնեն Կապանի առօրյան, կնպաստեն երիտասարդների կյանքի աշխուժացման համար համայնքների որդեգրած քաղաքականությունը։ Կարծում եմ Կապանի ճանաչումը ԱՊՀ երիտասարդական մայրաքաղաք շատ լավ հնարավորություն է միջազգային հարաբերությունների զարգացման, երիտասարդական քաղաքականության զարգացման, ինչպես նաև Կապանը միջազգային հարթությունում ճանաչելի դարձնելու համար, որը եւ կնպաստի, կարծում եմ, մի շարք ոլորտների զարգացմանը, մասնավորապես զբոսաշրջության զարգացմանը։ Նույն ընթացակարգով, որպես ԱՊՀ մշակութային մայրաքաղաք է ճանաչվել Հայաստանի հարավային դարպասը։ Հաշվի են առնվել Մեղրիի պատմամշակութային արժեքները, յուրօրինակ աշխարհագրական դիրքը։ Այստեղ եւս հետաքրքիր նախաձեռնություններ կյանքի կկոչվեն։ Ակնկալում ենք ապրիլին հյուրընկալել ԱՊՀ մշակույթի ոլորտում համագործակցության խորհրդի անդամ երկրների բարձրաստիճան պատվիրակություններ, առնվազն նախարարի տեղակալի մակարդակով, ինչպես նաև մայիսին կլինի ԱՊՀ արհեստների միջազգային փառատոնը եւ շատ այլ միջոցառումներ։ Տարբեր վայրերից մարդկանց հյուրընկալություն, նոր ծանոթություններ ու համագործակցություն, բազմաբովանդակ միջոցառումներ, որոնք կանցկացվեն բարձր մակարդակով, պատասխանատուները հիշարժան օրեր են խոստանում։ Հայաստանից ակնկալում ենք, որ ներքին туриզմը կխթանվի այն իմաստով, որ տարօրինակ ձևով մենք մեր երկիրը շատ սիրելով, բայց շատերս տարբեր տեղեր շատ քիչ են եղել եւ սա շատ կարեւոր է, որ մենք սկսենք ավելի հաճախ այցելել, հատկապես որ Սյունիքը ինձ համար գոնե առանձնանում է նրանով, որ ինքը Սյունիք ենք ասում, բայց ոնց որ կան շատ հետաքրքիր եւ իրարից շատ տարբեր, բայց յուրովի գեղեցիկ անկյուններ ու ամեն մի Գորիսը կամ Սիսիանը կամ Կապանը կամ Մեղրին իրանք շատ տարբեր են իրարից ու անընդհատ քեզ թվում է, որ արդեն բացահայտել ես, բայց ինքը դեռ բացահայտվում է ու վստահեցնում եմ, որ շատ-շատերը նորովի են բացահայտելու Սյունիքի հսկամեն անկյունը։ Միջոցառման պատասխանատուները հորդորում են ակտիվ մասնակցություն ունենալ Սյունիքի զարգացմանն ու ճանաչելիությանը նպաստող կարևորագույն այս իրադարձություններում։ Աննա Մելքումյան, Ալեն Զատարյան, Սյունիք լուրեր։